Վերադարձանք տաղավար ու քիչ առաջ, քանի որ չարություն էինք անում խոհանոցում, մեզ նկատեց Անուշը, բարկացավ, ասեց մի րոպե դուք մի կողմ, դա իմ տաղավարն է, ես պետք է գամ, այդտեղ լինեմ ու այսօր պետք է Կրակից հեռու գնացեք։ Այո, հանկարծ մեզ չայրենք, չվառենք։ Մի խոսքով, մենք տեղափոխվեցինք իհարկե մեր աշխատավայր, անկյուն, տաղավար, իսկ Անուշը տեղավորվեց իր ֆանտաստիկ անկյունում։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր արդեն դուք ճիշտ էիք նկատել, ես արդեն սկսել էի պատրաստվել այստեղ եւ տապակել եմ որոշ բանջարեղեններ։ Հիմա հերթով կասեմ, թե ինչ ենք անելու։ Պատրաստելու ենք համեղ հետաքրքիր աղցան, շեֆ խոհարարներից մեկի բաղադրատոմսով։ Մեզ անհրաժեշտ է սմբուկ, դդմիկ եւ պղպեղ, բայց ես արդեն տապակել եմ սմբուկը եւ դդմիկը։ Հիմա կսկսենք տապակել պղպեղը։ Քանի որ անհրաժեշտ է առանձին տապակել, դրա համար ես, որպեսզի մեր եթերի ժամանակը բավականացնի, նախապես տապակեցի։ Շատ լավ արեցիր, բայց բացի սմբուկից, պղպեղից եւ դդմիկից, այլ բաներ ենք տեսնում քո սեղանում։ Այո, հիմնական բաղադրիչները դրանք են, բայց մեզ անհրաժեշտ է նաեւ թթվասեր, կանաչի, սխտոր, ընկույզ։ Իսկ ինչ անուն ունի այս աղցանը, թե հեղինակային է շեֆ խոհարարների կողմից ստեղծված։ Բանջարեղենով աղցան եմ ես ասում եւ շատ են սիրել իմ ընտանիքի անդամները, մենք շատ հաճախ ենք պատրաստում, երբ ասում են, որ այս աղցանն են պատրաստում, բոլորն արդեն անհամբեր սպասում են։ Իսկապես շատ համեղ է եւ այս շրջանում թարմ բանջարեղենը կա, այնպես որ կարող են բոլորը պատրաստել։ Հիանալի է։ Պետք է օգտվել հնարավորությունից, քանի որ մեր երկրում միրգն ու բանջարեղենը մասնավորապես շատ ավելի հյութեղ են, շատ ավելի առողջարար, որովհետև արևը իր աշխատանքը շատ լավ է իրականացնում եւ իհարկե համեղ, պետք է այս շրջանում ավելի հաճախ օգտագործել բանջարեղեն, միրգ եւ սեզոնային կանաչիներ նաեւ, որպեսզի լինենք ել ավելի առողջ։ Ես վստահ կարող եմ ասել, որ այն համերը որը ունեն մեր երկրում, թե մրգերը, թե բանջարեղենները, ոչ մի այլ երկրում չի հանդիպում։ Ես ավելացնեմ արևածաղկի յուղ եւ տապակենք պղպեղը։ Իսկ ինչու ենք առանձին տապակում Անուշ։ Որպեսզի հավասարաչափ ամեն դեպքում տարբեր են եւ մի փոքր տարբեր ժամանակահատվածում է տապակվում, դրա համար լավ կլինի, որ առանձին լինի։ Հասկաց։ Այսինքն դդմիկի համար լրիվ այլ ժամանակահատված է պահանջվում։ Նույն թավայի վրա հերթով տապակում ենք։ Մինչև լուրերը մենք լսեցինք, ես արագ այդ ընթացքում արդեն տապակեցի։ Ինչպես իրականում երկար ժամանակ անհրաժեշտ չէ, շատ արագ է տապակվում։ Պարզապես այդպես ավելի ճիշտ է։ Ինչպես շատերս խոհանոցում ուզում եմ ասել, շատ հաճախ միացնում ենք մեր սիրելի հաղորդումը, ոդկասթը եւ զուգահեռ սկսում ենք աշխատել, որպեսզի եւ համեղ ընթրիքը պատրաստ լինի եւ իհարկե ժամանակը կարողանանք շատ ռացիոնալ օգտագործել։ Իսկ դու խոհանոցում հաճախ ես լինում։ Պատկերացրու, այո։ Ինչ ես լսում խոհանոցում։ Ինչ եմ, ես շատ սիրում եմ ոդկասթ լսել։ Զուգահեռ, այո, որովհետև այս դեպքում դիտելը պարտադիր չէ, այսինքն կադրին պետք չէ հետևել։ Շատ հաղորդումներ կան, որ կադրի համար ենք նայում գեղեցկության, իսկ ոդկասթը շատ հարմար է, երբ աշխատում ես զուգահեռ լսել։ Իդեպ վերջերս փորձում եմ երկուսը գոնե 1.5 դարձնել, որովհետև մի ժամանակ միայն անգամ 2 արագությամբ էի ամեն ինչ դիտում եւ լսում, հետո հասկացա, որ իրականությունը շատ տարբեր է։ Հիմա վերադարձել եմ 1.5 արագությանը։ Դու հիմա ոնց որ սխտորն ես արդեն ավելացնում։ Այո, հիմա մանր կտրտում ենք սխտորը, երբ օգտագործում ենք բանջարեղեն, սմբուկ, դդմիկ եւ պղպեղ, անհրաժեշտ է, պարտադիր է։ Այստեղ սոխել պետք է ավելացնել, ես հիմա չեմ ավելացրել, բայց մեր հեռուստադիտողները կարող են սոխել կտրտել եւ տապակել պղպեղի հետ։ Այս ամենը հետո խառնում ենք բոլորն իրար։ Սիրելի գործընկերներ, իսկ դուք երբևէ փորձել եք ուտել դդմիկը առանց տապակելու, այդպես հում։ Այո, իհարկե։ Եվ ես իդեպ լավ հիշացրեցիր, կարող եմ հենց այստեղ էլ պատրաստել, շատ համեղ է։ Ինչ։ Դդմիկը հում։ Հում դդմիկով աղցան։ Այո։
Ես հավատում եմ։ Բայց համով է դրտիկը։ Շատ համեղ է։ Իմ վերջին շրջանի բացահայտումներից է։ Հաստատ համով է։ Դա էլ մեր խոհարարներից մեկը պատրաստեց մի անգամ, շատ համեղ էր, ինձ անկեղծ շատ դուր եկավ եւ որոշեցի տանն էլ պատրաստել։ Երեխաներն այդքան էլ չհավանեցին, բայց թանձրուկը իր ուղղակի դդմիկը ավելացնում ենք դդմիկին կիտրոն, սխտոր, աղ, պղպեղ եւ արդեն անմահական է։ Կարող ենք մի փոքր դիժոնյան մանանեխ ավելացնել։ Ռուբենը նայում է զարմացած։ Ես ուզում պատկերացնեմ այդ ամենը ինչ որ ասում եք, բայց մի տեսակ դդմիկը ինձ համար միշտ տապակված է, էլի, ավանդական տապակված դդմիկ։ Սովոր ենք դրան, բայց հավատացեք, որ շատ համեղ է։ Մինչև մի փոքր էլ տապակվի, ես իրականում պատահաբար եմ փորձել պատրաստելու ընթացքում, երբ մեխանիկորեն խոհանոցում ինչ-որ բան կտրատում ենք, վերջին կտորը տեսքը մեզ դուր չի գալիս եւ որոշում ենք շատ արագ ուտել։ Հում դդմիկը կերա, պարզվեց շատ համեղ է։ Առանց աղի։ Առանց աղի։ Ես աղ չեմ օգտագործում, դրա համար ինձ դուր եկավ նաեւ առանց աղի։ Բայց կարծում եմ կիտրոնով եւ քո նշած մյուս բաղադրիչներով համեմված շատ ավելի համեղ հետաքրքիր համ կունենա այս դեպքում։ Դե թանձրուկը ախր ամեն ինչի գաղտնիքը կարծում եմ խոհանոցում կայանում է թանձրուկի մեջ, այո։ Թե ինչպեսին կլինի քո թանձրուկը։ Ահա։ Դրանից շատ բան է կախված։ Այո, հիմնականում հենց թանձրուկն է համը փոխանցում։ Իդեպ մեր խոհարարներից եմ սովորել այդ աղցանը դդմիկով։ Թարմ աղցանը եւ հիմա շատ են պատրաստում ռեստորաններում եւ մարդիկ սկսել են գնահատել, որ անհրաժեշտ է ուտել հում վիճակում բանջարեղենը։ Ես հասկացել եմ մի բան, դա ինչ որ շրջանների հետ է կապված։ Գալիս է մի շրջան, որ մասնագետները, խոհարարները մեզ խորհուրդ են տալիս, որ ամեն ինչ պետք է եփած ուտել։ Հետո գալիս է մի շրջան, աշխարհը միանգամից մենք գնում ենք եփելու, չի կարելի հում ուտել։ Հետո գալիս է մի շրջան, ինչ որ մեկը, ինչ որ մի բլոգեր ասում է, որ թարմ է պետք ուտել, ժողովուրդ դուք սխալ եք ապրել այսքան ժամանակ, եփած չի կարելի ախր այս ամեն ինչը կորցնում է իր օգտակար հատկությունները, վիտամինները, այլ եթե դուք դանակով եք կտրում, չգիտեմ, այսինչ կանաչին, նա այլևս էլ օգուտ չունի, բայց եթե ձեռքով ես կտրում, հետո խճճվում ես, այսքան ինֆորմացիայից հետո էլ որն է հիմա ճիշտը։ Այ դրա համար մենք շատ հաճախ մեր տաղավարում հյուրընկալում ենք մասնագետների, որոնք տալիս են մեր հարցերի պատասխաններ ասելով։ Ես վստահում եմ մենակ Անուշին։ Ինչ ասում է Անուշը, ես դրան եմ մենակ Ես էլ շատ լսել եմ խոհարարներից եւ փոխանցում եմ նրանց տված գիտելիքները։ Ասեմ, որ այստեղ ավելացրեցի արդեն դդմիկը եւ սմբուկը։ Հիմա կավելացնենք նաեւ պղպեղը։ Եվ մաղադանոսը, բայց կարող եք նաև համեմ ավելացնել, համեմ, սամիտ, ով ինչ կցանկանա։ Կանաչին ըստ նախասիրության։ Այո։ Կամ խառը կարելի է լինել։ Հիմա ամենահետաքրքիրը ես չեմ համեմել, աղ պղպեղ չեմ ավելացրել, որպեսզի բանջարեղենի հյութալի մասը դուրս չգա։ Դրա համար որ ավելորդ ոչ մի քաշքշուկի մեջ չեք մտնում եւ հանգիստ տապակում եք, հետո նոր ավելացնում ենք աղ ու պղպեղն այստեղ։ Աղ, քիչ շատ կանենք։ Շատ էր։ Շատ չէ։ Եվ սև պղպեղ։ Շատ չէր, ընդհանրապես աղ չենք ավելացրել։ Առաջին անգամ Անուշը կպավ։ Բիբարը տեսավ աղ։ Այո։ Ահա։ Եվ վերջ։ Աղ, սև պղպեղ, ու մենք պետք է ընկույզ ավելացնենք։ Նույնպես պետք է մանրացնենք։ Այո, պետք է մանրացնենք, այսպես ընդհանուր հատիկ պետք չի։ Մի փոքր մեծ կարող ենք թողնել, ես սիրում եմ, երբ ընկույզը մի քիչ մեծ է կտրտված աղցանի մեջ։ Եվ վերջում ավելացնում ենք թթվասեր, խառնելու ենք, սկզբում ճիշտն ասած չի պատկերացնում, թե թթվասերը խառնած այս ամենի հետ որքան համեղ կստացվի, բայց իսկապես շատ համեղ է։ Փաստորեն թթվասերը շատ կարևոր մաս է կազմում։ Ահա։ Եվ ընկույզն ենք ավելացնում։ Բայց իրականում այո, թվում էր, թե ինձ որ անկեղծ լինեմ, թվում էր երկար ինչ-որ գործողություն այս աղցանը պատրաստելու համար, բայց շատ ճիշտ նշեցին, որ տապակելը շատ արագ է
Արագ է ժամանակ շատ չի ստացվում, այո։ կորում, այո, Եվ շատ հագեցնող աղցան է, նույնիսկ կարելի է ուղղակի այսպես միայն այս աղցանը ուտել եւ կշտանալ։ Մի լավ խառնենք, որպեսզի համեմունքները լավ խառնվի, նոր կավելացնենք թթվասերը։ Եվ կմատուցենք։ Եվ գույներն են գեղեցիկ։ Ես էլ ուզում ասել, ինչպես Եվ միշտ համը։ նաև գույների մասով ես մտածել։ Մոտավորապես 3-4 ճաշի գթար։ Խառնում ենք ու ավելացնում մատուցման Առանց ափսեին։ թթվասեր էլ կարծում համով համեղ։ Այո, առանց թթվասեր էլ կարող եք ուտել, բայց համը կտեսնես, հետո կասես թե ինչպես է։ Այս դեպքում թանձրուկը կարծես թթվասերն է, որ միանգամից փոխում է։ Այդ համերի հետ, երբ որ այսպես միաձուլվում են, խառնվում են։ Կարծում եմ կարելի է նաև թթվասերը փոխարինել օրինակ տավարի մսով եւ այս աղցան կդառնա երեկոյան սեղանի ընթրիքի տաք ուտեստը։ Դե դա արդեն Ամեն ուրիշ դեպքում աղցան։ հիմքը աղցանի ապահովեց Անուշը։ Այո։ Մնացածը արդեն Ով կապված էր ինչպես։ երևակայության եւ այո, քիմքի, նախասիրության։ Վերջ։ Այսքանը վերջ, Վալյա։ Անուշ լինի։ Շատ շնորհակալություն։ Մենք Շնորհակալ եմ։ կշտապենք իհարկե շատ շուտով համտեսել ու հասկանալ թթվասերի մասնակցությունը արդյոք այդքան կարևոր էր թե ոչ։ Իսկ ձեզ իհարկե կոչ ենք անում, որպեսզի անպայման պատրաստեք, որովհետև վստահաբար եմ ասում, թե օգտակար է, թե գունեղ, թե սիրուն, այսպես շատ գեղեցիկ ամեն ինչը նաև շատ համեղ է լինելու։ Շնորհակալություն Անուշ։ Անուշ լինի։ Իսկ մենք շարժվենք առացիելի հեռուստադիտողներ, վայելելով երաժշտություն։